Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Անտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք հայկական ընտրություն ազգային ժողովրդավարական համակարգերի զարգացման հասարակական կազմակերպության ներկայացուցիչ պարոն Արմեն Աղայանի հետ։ Ողջույն եմ պարոն Աղայան, շնորհակալ եմ շատ, որ ընդունել եք հրավերը։ Քննարկում ենք նախընտրական խնդիրները, նախընտրական Հայաստան, այսպես խորագիր եմ բացում, ինչու, որովհետև ես տեսնում եմ ձեր ակտիվ, ձեր հասարակական կազմակերպության անձամբ ձեր ակտիվ գործունեությունը հենց այս նախընտրական փուլում շատ է խոսվում այն մասին, թե ովքեր են հիմնական խաղացողները լինելու, ինչ վստահության, հանրության ինչ վստահության պաշար ունեն այդ մասնակիցները, շատերը արդեն վաղուց խոսում են այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը եւ իր ուրեմն ղեկավարած կուսակցությունը ունի գոնե առնվազն 10-ից 14-15% վստահություն, իսկ որևիցե մեկ կուսակցություն, մեկ քաղաքական ուժ այդքանն էլ չունի, ուստի խոսվում է այն մասին, որ պետք է միավորվեն, բայց ես մեջ բերեմ մեկ մեկնաբանություն, կարծեմ ձեր էջում եմ տեսել ձեր հոդվածների կամ ինչ-որ գրառումների տակ, ձեզ չէր վերաբերում, պարզապես հետաքրքիր էր մի հատված։ Այս մարդիկ չեն հասկանում, ասում է ուրեմն գրողը, ով որ գրում է մեկնաբանություն անողը, որ պետք է ապացուցել, որ ոչ թե Նիկոլն է վատը, ոչ թե Փաշինյանն է վատը, այլ իրենք են լավը, այսինքն ինչ է նշում, շարունակում է, ու միայն այդ դեպքում կառաջանա հնարավորություն ինչ-որ մի բան փոխելու, ինչ է նշանակում, նշանակում է, որ ցանկացած քաղաքական կուսակցության հետ, երբ որ վարում ես հարցազրույց, ամբողջ ժամանակը գնում է նրա վրա, որ ասում են, որ Փաշինյանին պետք է փոխել, ինչու փոխել, սա է վատ, նա է վատ, եւ չեն կարողանում ներկայացնել իրենց տարբերակները հարցերի լուծման։ Եվ հանրությունը դրա համար էլ չի համենայն դեպս բարձրացնում է այս մարդը, իրենք են լավը, ինչով են լավը։ Եվ այսպես նախաբանը տամ հետևյալ։ Դուք հրապարակել եք հայկական ընտրություն ազգային ժողովրդավարական համակարգերի զարգացման ՀԿ-ի ձեր ՀԿ-ի, որտեղ դուք այժմ ներկայացնում եք, առաջարկած, այսպես է կոչվում, քաղաքական դաշտի կուսակցությունների, կուսակցության նախաձեռնող խմբերի եւ հասարակական միավորումների միջև պայմանագրի նախագիծ հետևյալ նպատակով 2026 թվականի ազգային ժողովի ընտրություններին որպես կուսակցությունների դաշինք մասնակցելու նպատակով հանրային նախընտրությամբ վարչապետի եւ պատգամավորության տեխնացուների միասնական ցուցակ առաջադրելու համար, այսինքն դուք այս ձևաչափն եք ընտրել պայմանագրի նախագիծ, որը բաղկացած է 9 հոդվածից, այսինքն դուք գնում եք, ես արդեն չեմ ասում այսինքն, արդեն հարցս հետևյալն է, ինչու եք ընտրել այս ձևաչափը, նպատակը եւ այո, ինչին եք ուզում հասնել այս պայմանագրով։ Շնորհակալություն, ուրեմն մենք տեսնում ենք, որ բացի այսօր խորհրդանում ներկայացված ուժերից եւ մասնավորապես ռուսական օլիգարխ Սամվել Կարապետյանի ստեղծած ուժից բոլոր մյուս նորաստեղծ ուժերը կարծես թե փնտրտուքի մեջ են, միմյանց հետ կոնսուլտացիաների կարիք ունեն, նման հայտարարություններ են եղել, համատեղ ինչ-որ միավորումներ, դաշինքներ ձևավորելու մասին խոսակցություններ, որոշ կուսակցություններ միմյանց միջև հուշագիր են ստորագրում համագործակցության մասին, սա առաջին որպես իրողություն, որ առկա է, երկրորդը հանրային պահանջ ենք մենք արձանագրում, այսպես կոչված երրորդ ուժի փնտրտուքի, այսինքն բազմաթիվ ընտրողներ ասում են լավ սրանք վատն են, սրանք վատն էին առաջ եւ հիմա ոչ մի հիմք չկա կարծելու, որ լավը կլինեն, բայց լավ է դեպքում ում։ Եվ այդ փնտրտուքը կա թե գործիչների միջև, տեխնացուների միջև, թե ընտրողների միջև պոտենցիալ ժողովրդի մոտ կա այդ փնտրտուքը եւ մենք այստեղ առաջարկում ենք ըստ էության տեխնոլոգիա, որպեսզի լուծվեն այն խնդիրները, որոնք խանգարում են այդ միավորմանը։ Մինչև հիմա բոլոր միավորումները ինչպես են եղել կուսակցությունների միջև։
եղել է առևտրի միջոցով, այսինքն նստել են կուսակցության մի քանի ղեկավարներ, որոնք նախնական ուզեցել են միավորվեն, մեկը ասել է ես հայտնի անուն եմ, ինձ, չգիտեմ, մեծ վարկանիշ ունեմ, մյուսը ասել է ես շատ փող ունեմ, երրորդը ասել է ես շատ անդամներ ունեմ, ամեն մեկը ինչ որ իր առավելությունները շեշտելով փորձել է այդ իր առավելությունը պայմանավորվածության մյուս կողմին ավելի թանկ վաճառել, հաճախ վեճ ա եղել լիդերի հարցում, երբեմն վեճ ա եղել քվոտաների հարցում, երբեմն վեճ ա եղել ֆինանսական մասնակցության հարցում եւ նման դաշինքները, երբ որ մոտավորապես հավասար խաղացողներ են բանակցում, տապալվել են։ Չգիտեմ, շատ օրինակներ կարելի է բերել, օրինակ համար մի ժամանակ դա փորձում էին այդպես դաշինք կազմել Վազգեն Մանուկյանը, Սամվել Բաբայանը եւ Ռաֆի Հովհաննիսյանը։ Մի ամիս վիճեցին, բանակցեցին եւ տապալվեց։ Օրինակները շատ են։ Երբեմն ստացվում է նման դաշինքներ, երբ որ մի ուժ ակնհայտորեն ուժեղ է, ասենք օրինակ Լևոն Տեր-Պետրոսյանը ինչ որ ցուցակ է կազմում կոնգրեսի անունով, հա, ենթադրենք, այն բոլոր մյուս փոքր խաղացողները ընդունում են այդ մեկ ուժեղ ցուցակի տիրոջ, այսպես վեճռական որոշում կայացնելու իրավունք, հա, վերջնական որոշման իրավունք, այդ դեպքում ինչ որ դաշինքներ ձևավորվում են։ Մենք ունենք այնպիսի իրողություն, որ մի շարք կուսակցություններ անգամ մարդիկ, ովքեր նախկինում, չգիտեմ, օրինակ Սերժ Սարգսյանի ժամանակ պաշտոններ են զբաղեցրել, այսօր դիրքավորվում են որպես երրորդ ուժ։ Ասենք հորդորում են, որ նախկինները չմասնակցեն ընտրություններին, ինչ որ մի թեթև նրանցել են քննադատում ինչ որ բաների համար, այս բոլոր երրորդ ուժերի շարքում կան նաև երրորդ ուժեր, որոնք շատ նորաստեղծ են։ Ինչ որ արժանիք ունեն, գաղափարական են դրանք որպես կանոն, բայց պակաս ռեսուրս ունեն։ Հիմա այս բոլոր ուժերը միմյանց կարիքը ունեն, որպեսզի փոխեն Հայաստանի քաղաքական դաշտի բնույթը, այս նախկիններ, ներկաներ, սևեր, սպիտակ, այս հիմնական խաղի կանոնը փոխելու համար սրանք բոլորը միմյանց կարիք ունեն։ Եվ ես անդրադառնամ այն հարցին, որը մեկնաբանողը թողել էր մեր գրառումներից մեկի տակ, թե որ մարդիկ քննադատում են Նիկոլ Փաշինյանին, դա օբյեկտիվ է։ Տեխնացուները ստեղ մասամբ են մեղավոր, որովհետև քանի որ քաղաքական համակարգը Հայաստանում միաբևեռ է, գոյություն իշխանական բևեռ եւ երկրորդ մնայուն բևեռ գոյություն չունի։ Բոլորը մրցում են այդ երկրորդ մնայուն բևեռի տեղը ժամանակավորապես զբաղեցնելու համար։ Այսինքն ոնց որ չգիտեմ, օրինակ Ամերիկայում գիտենք, չէ՞, կան հանրապետականներ, դեմոկրատներ, մեկը իշխանությունն է, մեկը պայմանական ընդդիմություն է։ Մեր մոտ այդ երկրորդը չկա, ընտրությունից ընտրություն, նոր սկսում է հավաքելու փորձերը, հա, պայմանավորվելու փորձերը։ Եվ ամեն մեկը ավելի ուժեղ քննադատելով իշխանության ուզում է ցույց տա, որ այ ես եմ այդտեղ արդեն, այդ երկրորդ բևեռում արդեն ես եմ, այն մյուսները այդքան կարևոր չեն, տեսեք, ես ամեն ինչ ասում եմ։ Մի փակագծերում հարց տամ, ներողություն շարունակեք։ Այո, ասում եք երկրորդ տեղը, որքան ժամանակ է այս վերցնենք ամենապարզ օրինակ ազգային ժողովում ովքեր են այսօր ներկայացված։ Ես այս օրինակը էլի բերում եմ Վահար Շապատում ընտրություններում որ ուժերը հաղթեցին դրանից առաջ Գյումրիում։ Հարց չի կախված ով ավելի շատ, ով ավելի քիչ, ովքեր էին հիմնական խաղացողները 21 թվականի ընտրություններին, ովքեր էին հիմնական խաղացողները, ովքեր հաղթեցին այդ հաղթողները դրանք երկրորդ ուժ են եղել եւ առաջին են եղել, հետո դարձել են երկրորդ ուժ, այսինքն իրենք եղել եւ մնացել են նույն ուժը։ Մենք խոսում ենք փոփոխվող երկրորդ ուժի մասին, թե մենք անփոփոխ առաջին ուժեր, հիմա այդ անփոփոխը ուժը դարձել է երկրորդ ուժ եւ դուք հույս ունեք, մենք խոսում ենք հենց այն մասին, որ այդ երկրորդ ուժը իսկապես լինի երկրորդ ուժ, թե երրորդ ուժ։ Դրա համար խոսում, հասկացաք հարցը ինչն է։ Այսինքն կա Նիկոլ Փաշինյան, եղել է Նիկոլ Փաշինյան 18 թվականից ի վեր։ Այսօր էլ է Նիկոլ Փաշինյան, ով է եղել 18 թվականին, երկրորդ ուժը ով է 21-ին եղել, ով է այսօր ազգային ժողովում ներկայացված եւ ով է հավակնում էլի նորից լինելու մյուս ընտրություններից հետո ազգային ժողովում։ Շեշտը մի քիչ շատ ենք դնում ուժի վրա, ես նկատի ունեմ ընդդիմադիր ինստիտուտ, հա, իշխանական ինստիտուտը հասկանալի է, պետական պաշտոններ են զբաղեցնում եւ դա որպես ինստիտուտ գոյություն ունի։ Ընդդիմադիր ճամբարում ինստիտուցիոնալ ընդդիմություն չկա։ Դրա համար բոլոր ընդդիմադիր առաջնորդները դրանք այսպես մեկօրյա առաջնորդներ են։
Կարանք շատ հնից օրինակ բերենք, հա Լևոն Տեր-Պետրոսյանը նախագահ էր, 96 թվականին ընդդիմության առաջնորդը Վազգեն Մանուկյան էր, 97 թվականին Վազգեն Մանուկյան քաղաքական գործիչ գործնականում գոյություն չուներ։ Ինքը արդեն դարել էր երկրորդական, տեղավորվել էր ինչ-որ մի դաշինքի մեջ։ Ինչ-որ մի ժամանակ ընդդիմության առաջնորդը Լևոն Տեր-Պետրոսյանն էր, այդ 2008 թվականից 2 տարի առաջ Լևոն Տեր-Պետրոսյանը չկար, 2008-ից 2 տարի հետո Լևոն Տեր-Պետրոսյանը լիդերների մեջ չկար, ինչ որ ժամանակ հետո հայտնվում է Ռաֆի Հովհաննիսյանը, էլի կայծակնային, հա, ասենք մի հատ հայտնվեց, եղավ մի պահ, բոլոր ձայները հավաքեց, հաջորդ ընտրությանը ձայն չստացավ։ Պատճառը ո՞րն է։ Պատճառն այն է, որ ինստիտուցիոնալ ընդդիմություն որը մշտական իր ներքին ընտրություններով կունենա ղեկավար մարմին, քաղաքական խորհուրդ, տարբեր լիդերներ, որոնք պարբերաբար միմյանց հետ կմրցակցեն, ոնց որ ասենք շատ եվրոպական երկրների կուսակցություններն, Ամերիկայի կուսակցությունները օրինակ, որտեղ կան, ասենք, չգիտեմ, բազմաթիվ լիդերներ, նրանց միջև մրցակցություն է գնում կուսակցության լիդերության համար, դա հաճախ հանրային բնույթ է կրում, մեր մոտ բոլոր կուսակցությունները վախենում են, վայ հանգարց մեր ներքին խոհանոցը ցույց չտանք։ Ճիշտ հակառակը, բոլորը պետք է տեսնեն, թե ձեր կուսակցության մեջ ինչ գաղափարական քննարկումներ են գնում։ Մի խոսքով, այս բոլոր պատճառներով, սա մի քիչ քաղաքագիտական դասախոսության մեջ չմտնենք, այս բոլոր պատճառներով Հայաստանը մի երկիր է, որտեղ ընդդիմադիր բևեռը ինստիտուցիոնալիզացված չի։ Միայն իշխանական բևեռն է, այն էլ պետական ապարատի հաշվին, որովհետև եթե հիշում եք, Հայաստանի բոլոր իշխանական կուսակցությունները իշխանությունը կորցնելուց հետո իրենք էլ կամաց-կամաց վերանում են, հա, ինչ որ ժամանակի իներցիայով մնում են եւ բայց sense անկումը շարունակվում է եւ վերանում են։ Այդպես եղավ ՀՀՇ-ն, այդպես կլինի հանրապետականը արդեն տեղի ունենում նույն բանը, նույնպես շատ արագ կվերանա ԿՊ-ն հենց որ իշխանությունը կորցրել։ Այսինքն դուք պարզապես ասում եք երկրորդ ուժ չէ այսօրվա երեկվա Ես ասում եմ մեր քաղաքական համակարգը այդպիսի թերություն ունի եւ այդ թերության պատճառով մնայուն երկրորդ ուժ չկա։ Ահա։ Դուք հիմա երկրորդ ուժ եք։ Հետևաբար մեր բոլոր ընտրությունները 30 քանի տարվա ընթացքում ընդդիմադիր կուսակցությունների մեջ եղել են ոչ թե իշխանությանը հաղթելու ընտրություններ, այլ միմյանց միջև պայքար ընդդիմության առաջնորդի կարգավիճակը ստանալու համար։ Ու եթե ստանում էին ընդդիմության առաջնորդի կարգավիճակը, ասենք չգիտեմ 2008 թվականին պարզ էր ընդդիմության առաջնորդը Լևոն Տեր-Պետրոսյանն է, դա պարզ դառավ այդ ընտրության փաստով, հա, երկրորդ տեղը զբաղեցրեց շատ ձայն ստացավ։ Արդեն հանրությունը նրանից ակնկալում է հետընտրական զարգացում։ Նման մի բան եղավ Ռաֆի Հովհաննիսյանի հետ, որը բացարձակ միտք չուներ հետընտրական զարգացման, բայց ստացավ շատ ձայն, հանրությունը գնաց եւ օպերայում նրանից պահանջում էին հետընտրական զարգացում։ Մեր քաղաքական համակարգը այդպեսին է։ Հիմա եթե համարենք, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը այսօր թուլացած է, այնքան որ այս ընտրություններում հաղթողը առանց հետընտրական զարգացման հենց ընտրություններում հաղթելու փաստով կգա իշխանության, այդ դեպքում էլ այսօր հանրությունը չգիտի այդ երկրորդն ով է։ Այդ երկրորդի ով լինելը մենք պիտի իմանանք ընտրություններից առաջ։ Եթե ընտրությունների օրը հանրությունը դեռ չիմացավ, ով է գլխավոր այլընտրանքը, ընտրության ժամանակ Նիկոլ Փաշինյանի հաղթելու շանսերը շատ մեծանում են անկախ ձեր նշած 13-14% ունենալուց։ Այսինքն այն пассив ընտրազանգվածը, երբ որ չի տեսնում այլընտրանքը, դե լավ էլի հիմա էլի ընտրություն է սև ու սպիտակի մեջ է, նախկինների ներկաների մեջ է, մեկը նախընտրում է չսիրելով, նախընտրում է նախկիններին ընտրել, որովհետև Նիկոլ Փաշինյանին դավաճան է համարում, մյուսը նախընտրում է Նիկոլ Փաշինյանին ընտրել, որովհետև նախկիններին թալանչի է համարում։ Եվ սա օբյեկտիվ ընտրություն չի։ Իսկ եթե այդ բոլոր ընդդիմադիր կուսակցությունները պայմանավորվում են եւ նախընտրություն են կազմակերպում, ես օգտագործեմ օտար բառը primaries, հա, որը մեզ հայտնի է ամերիկյան ընտրություններից, նման բաներ եվրոպական կուսակցություններն են նաեւ անում, այդ նախնական ընտրությամբ արդեն որոշվում է ով է գլխավոր այլընտրանքը։ Դրանից հետո արդեն տեխնիկայի հարց է մնում Նիկոլ Փաշինյանին էլ իշխանությունից հեռացնելը, այն նախկիներին էլ ընդդիմադիր դիրքերից հեռացնելը։ Այդ այն դեպքում, եթե primaries-ը անցկացվում է, այդ դուք ասում եք պայմանագրին միացած ուժերի կողմից, ճիշտ է, ես տենց եմ հասկանում։ Կուսակցությունները պետք է պայմանավորվեն առաջին հերթին հենց այդ փաստի հետ, որ իրանք ուզում են դաշինք կազմեն եւ նախընտրությամբ այդ դաշինքի ցուցակը ձևավորեն եւ կանոնների մասին, թե որ կանոններով պետք է այդ նախընտրությունը ոնց որ primaries անցկացնելու համար դուք հիմա այս ասեցի 9 հոդվածից եկեք տեսնենք այս ոնց եք դուք նախատեսել, թե ովքեր
պետք է մասնակցեն, ովքեր պետք է միանան այդ պայմանագրին, որպեսզի հետո ում միջև կամ ում մասնակցությամբ այդ պրայմերիզը պետք է լինի։ Վերցնում ենք առաջին հոդվածը, դուք ասում եք, պայմանագրին ովքեր կարող են մասնակցել, ով մասնակից է համարվում կուսակցությունը, նախաձեռնող խմբի եւ այլն միավորումները, որոնք առաջին կետն եմ ներկայացնում։ Ընդհանուր նպատակ են հռչակել, ինչու եմ ես մանրամասն նստում, քանի որ մենք այս ամենը անում ենք հասարակության համար, չէ՞, ճիշտ է, ես ճիշտ եմ հասկանում։ Որպեսզի հասարակությունը հասկանա եւ ձեր նախաձեռնության նպատակը եւ վստահելիության այսպես աստիճանը, որպեսզի ինքը ձևավորի իր մոտեցումը ձեր այս ամբողջ նախաձեռնությանը։ Եվ այսպես ովքեր կարող են միանալ ձեր պայմանագրին, որպեսզի հետո պրայմերիզ անեք եւ մեջը իրար մեջ ընտրեք թե ով է լավագույնը։ Ընդհանուր նպատակ են հռչակել, ուրեմն այն մասնակիցները, այն քաղաքական կուսակցությունը, որոնք ընդհանուր նպատակ են հռչակել ինքնիշխան, հայրենատեր, անվտանգ ազգային պետականությունը։ Եկեք այս բառերի վրա կանգնենք, այս եզրույթների վրա, ինքնիշխան, հայրենատեր, անվտանգ ազգային պետականություն։ Կարող եք մատնանշել որևիցե քաղաքական ուժի, որը այսպիսի բառերով չի ողողում իր խոսքը, չի հռչակում այս ամենը։ Եվ ես հարց եմ տալիս, կա արդյոք հասարակությունը պետք է արդյոք իրեն հարց տա, այս մարդը որ խոսում է, հռչակում է, որքանով է նա անկեղծ, որքանով է նա իրականում դրան ձգտող, այսինքն նա կարող է հռչակել ինքնիշխան Հայաստան, իրականում իր ուղղվածությունը լինի լրիվ ուրիշ, որը զրկում է Հայաստանին ինքնիշխանության համար, առնվազն գոնե հասարակության աչքերում։ Մենք հենց հատուկ գրել ենք այն կետերը, որոնք բոլորը հռչակում են, որովհետև միավորման հիմքը կարա լինի այդ հռչակած դիրքորոշումը, այլ միավորման հիմք մենք չունենք։ Նախընտրությունը եւ նախընտրության ընթացքում բանավեճերը կուսակցությունների տեխնացուների միջև, ասենք տարբեր ամեն կուսակցություն վարչապետի տեխնացու արեն, նրանք բանավիճում են նախքան որ քվեարկությունը նախընտրության տեղի կունենա։ Հա դա պիտի բացահայտի, թե որքանով է այդ կուսակցության հռչակած դիրքորոշումը համապատասխանում ոչ այնքան իրականությանը, որքան ընտրողների պատկերացրած դիրքորոշման։ Ինչ որ կոմիսիա պետք է լինի, Չէ, հանձնաժողով, որը ընտրական հանձնաժողով գնահատում է, հա։ Ոչ, գաղափարականը գնահատողը միայն ընտրողներն են։ Հանձնաժողովը պետք է կազմակերպի ընտրությունը։ Ոնց որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի գնահատում կուսակցությունների նախընտրական ծրագրերը, բայց կազմակերպում է քվեարկությունը եւ ձայների հաշվարկը եւ այլն։ Եվ նախընտրական այդ բանավեճերն է կազմակերպում։ Նույնը այստեղ ընտրական հանձնաժողով պետք է լինի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նման կուսակցությունների ներկայացուցիչներից բաղկացած եւ նրանց կողմից ֆինանսավորվող, բայց գաղափարական գնահատականը ընտրությունների ժամանակ տալու է քվեարկության ժամանակ տալու է ընտրողը, բայց ինքը ինչպես է տալիս, տեսեք, օրինակ կուսակցություններից մեկը ասում է դրանք ինչ ինքնաիշխանության կողմնակից, նրանք եվրոինտեգրացիայի կողմնակից են, եվրոինտեգրացիան մեր ինքնիշխանությունը սահմանափակում է, մեզ դա հակադարձում ասում, իսկ սրանք ինչ ինքնիշխանության կողմնակից, նրանք երազում են Ռուսաստանի տակ լինել, հա, Ռուսաստանի ապահովության տակ կամ Ռուսաստանի գործակալ են։ Մեկն էլ ասում է սրանք էլ են սխալ, նրանք էլ են սխալ, ճիշտը այսպես Հայաստանային կենտրոնությունն է։ Եվ այս բոլոր դիրքորոշում արտահայտողները ստիպված են բանավեճերի ժամանակ ընտրողների առաջ ապացուցել, որ իրենց դիրքորոշումը շատ համապատասխանում է Հայաստանի ինքնիշխանության կետին, որը մենք ֆիքսել ենք այստեղ որպես բոլորի համար միանշանակ ընդունվող կետ։ Եվ ընտրողները իրենք են գնահատում։ Հիմա մի ընտրողը կասի հա էլի սա շատ է եվրոմիություն ասում, մյուսը կասի սա շատ է Ռուսաստանի պոչը բռնել, եւ դրանց չեն քվեարկի, կքվեարկեն նրանց, ում որ իրենք նախընտրում են։ Եվ մենք քվեարկության արդյունքում ինչ կունենանք։ Կունենանք, որ Հայաստանում հայ ազգը տեղի ունեցավ բանավեճ արտաքին կողմնորոշումների հարցի վերաբերյալ, Հայաստանի ինքնուրույնության եւ օտարին ապավինելու հարցի վերաբերյալ եւ եղան այս տեխնացուները այսպիսի դիրքորոշումներով ընտրողները տվեցին այս գնահատականը սրանց մի քիչ շատ, մյուսների մի քիչ քիչ եւ ստացվեց այսպիսի մի դաշինք, այսպիսի մի հարաբերակցությամբ։ Նույնը վերաբերում է գրեթե բոլոր կետերին։ Չէ, երկրորդ կետն էլ դիտարկենք, ես անպայման այս կետն եմ ուզում ձեր մեկնաբանության, բոլոր կետերն էլ ձեր մեկնաբանության կարիք ունեն իհարկե։
Ուրեմն իր մասնակից են պայմանագրի մասնակից են համարվում այն կուսակցությունները եւ այլ նախաձեռնող խմբերը, որոնք երկրորդ կետը մերժում են համագործակցությունը ինչպես այսօր իշխող հայրենադավ խմբակի, այնպես էլ մերժված նախկին իշխանությունների հետ, այսինքն պարզ ասած ներկաների եւ նախկինների, հա, այսպես, ինչպես ժողովուրդը արդեն սովորել է, բայց կան ծպտված կողմնակիցներ, կան քաղաքական ուժեր, որոնք ի հայտ են գալիս որպես երրորդ ուժ, բայց արտաքուստ չի երևում նրանց կապը եւ աղերսը կամ բանը աֆիլացումը, հա, նախկինի կամ ներկայի հետ, բայց իրականում նրանք սատելիտներ են, նրանք սրա կամ նրա դուբլ կուսակցություններն են, դուբլ քաղաքական ուժերն են։ Հասարակությունը չի կարող տարբերել դուբլ է դա թե դուբլ չի, բայց նա կասկածում է բոլորին ուստի եւ ոչ մեկին այլևս չի կարող վստահել, ոնց դա մաղեք։ Ուրեմն մեկ րոպե ես ներկայացնեմ, քանի որ մեր եթերաժամը ավարտվում է, սիրելի ABC TV մեր հեռուստադիտողների ես ցավով նշում եմ, որ մեր եթերաժամը ABC TV-ում ավարտվում է, բայց մենք շարունակելու ենք պարոն Աղայանի հետ այս քննարկումը, որովհետև այսօրվա համար շատ կարևոր նախաձեռնություն եմ ես համարում իրենց արվածը եւ ընդհանրապես նախընտրական Հայաստանի հետ կապված բոլոր հարցերը, որոնք այսօր խմորվում են, դրանք մեր Հայաստանի վաղվա օրն են նախանշում, ուստի մենք զրույցը շարունակելու ենք եւ նրանք ովքեր կուզեն շարունակել լսել մեր քննարկումը, կարող են միանալ մեր ուղիղ հեռարձակմանը Patreon-ի մեր էջում։ Իսկ ես հրաժեշտ եմ տալու մի քանի վայրկյան, հետո մենք ունենք մի քանի վայրկյան, շարունակեք լսել, բայց անջատվելու է եւ մենք փոխանցվելու ենք արդեն մեր Patreon-ի էջին։ Ձեզ ամենայն բարիք։ Եվ այսպես, ուրեմն ծպտված, ես այսպես անվանեցի, ծպտված կողմնակիցներ։ Ես իմ խորը համոզմամբ ծպտված կողմնակիցներ չկան։ Ճիշտ է, մեր հանրությունը կասկածում է բոլորին, բայց ես կարծում եմ, թե նախկինները, թե նիկոլականները այդքան շատ ռեսուրս չունեն, որպեսզի ինչ որտեղ գործակալներ ուղարկեն ծպտված իրենց համակիրներին եւ դա այդքան արդյունավետ չի, որովհետեւ այդ մարդիկ գնալով ընդեր ինչ որ ձայն այնուամենայնիվ փախցնելու են, իսկ իրենց հիմնական ցուցակի համար բոլոր ձայները շատ ավելի կարեւոր են։ Մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանին աջակցող ուժ որպես այդպիսին բացահայտ ընդամենը արևմտամետների այդ շրջանակն է Արամ Սարգսյան, Բաբաջանյան եւ այլն, որոնք այս կամ այն ձևով փորձելով իբր թե քննադատում են իշխանությանը եվրոպական տեմպերի դանդաղացման հետ կապված, բայց խոշոր հաշվով աջակցում են։ Դա ձեր կարծիքն է։ Չէ, դա բավական տարածված կարծիք է եւ ես կարծում եմ, խորապես համոզված եմ, որ այդ շրջանակը չի գալու ասի ես բան եմ իշխանություններին չեմ սատարում, իսկ եթե եկավ ասեց, ընտրողները նրանց գնահատականը տալու են միանշանակ։ Մյուս ճամբարներից կան ոչ թե ծպտյալներ, այլ նախկինում այդ ճամբարներում եղածներ։ Ասենք մարդ, որ Սերժի ժամանակ նախարար է եղել, այսօր մի կուսակցության մեջ է կամ մի պոտենցիալ մի ցուցակի մեջ է լինելու, որը այսօր ասում է թող նախկինները չմասնակցեն ընտրություններին։ Սա ծպտյալ չի, ինքը իր հայտնի է իր կենսագրությունը, որ նա եղել է նախարար եւ հիմա ինքը ասում է, չէ, եղբայր, հիմա մենք մի հատ ինչ որ երրորդ ուժ ենք ձևավորում, ինչքանով է ընտրողը պատրաստ այդ մարդկանց ընդունել թե չընդունել, այսպիսի նախընտրությամբ ոնց որ դա էլ է արձանագրվում, դա էլ է ֆիքսվում։ Եվ հաշվի առնենք, որ այս ծպտյալ գործունեության մասին նույնպես բանավեճերի ժամանակ հնչելու է, այսինքն ընդդիմախոսը քեզ ասելու է, եղբայր, դու նախկինում եղել ես այս ճամբարում, այս ճամբարը արել է Հայաստանի համար SS վատ բաները եւ դու չես դատապարտել մինչեւ օրս։ Ավելին, միգուցե ինքդ էլ մասնակցել ես եւ չես խոստովանել քո մեղքը։ Հա, եւ սա ստիպված է լինելու պատասխանել կամ արդարանալ, կամ բացատրել, որ այդ մեղադրանքը սխալ է, մի խոսքով ինչ որ մի բան ասելու եւ ընտրողները գնահատելու են դա։ Հետևաբար իրոք ոչ մեր, ոչ ընտրական հանձնաժողովը, որը կկազմակերպի նման նախաձեռնություն, դրանց կարծիքները կարևոր չեն, կարևորը լինելու է հենց քվեարկողների կարծիքը, ընտրողների կարծիքը։ Այսպեսի մի բան ասեմ, եթե մենք նույնիսկ այստեղ ոչ մի գաղափարական սկզբունք չդնեինք եւ անգամ այս պայմանը չդնենք նախկիններին, ներկաներին, եւ ասենք ուղղակի նախընտրություն ենք անում,
ոչ մի նախկին, ասենք ոչ մի Քոչարյանի կողմնակից կամ ոչ մի դաշնակցական օրինակի համար, կամ ոչ մի այդ եվրոինտեգրիստ կամ ԿՊ-ական սրան չէր մասնակցելու, որտեղ իրանց դա պետք չի։ Սա պետք է այն քաղաքական միավորներին, ովքեր հանրային աջակցություն են փնտրում որպես նոր ուժ, այսինքն նրանք իրենց գաղափարները պետք է ներկայանան, որ հանրությունից աջակցություն ստանան։ Անկամ օլիգարխիական կուսակցությունը չի մասնակցելու, ինչպես ասենք, այդ մեր ձևով շարժումն է, նրանք էլ չեն մասնակցելու, որտեղ նրանց էլ դա պետք չի, նրանք փողով են այդ տպավորությունը ստեղծելու, բայց եթե հանրությունը նրանց չի ճանաչում, դուք ինքներդ եք ասում, նրանք ուզում են ճանաչված լինեն, ճանաչելիություն ստանալ։ Նախընտրությունը դրա համար է, որովհետև մեր նախընտրությունը հենց այնպես քվեարկություն չի։ Քվեարկությանը պետք է նախընտրի բավական տևական ժամանակ բանավեճերի շրջան, այսինքն բոլոր կուսակցությունների տեխնացուները, կապ չունի դա հարուստ տեխնացու է, թե աղքատ տեխնացու է, կապ չունի անվանի տեխնացու է, նախկինում պաշտոններ զբաղեցրել, թե նորահայտ երիտասարդ է, ոչինչ կապ չունի, ասենք ինտերնետում այսպես ծավալված կերպար է, թե առաջին անգամ է մտնում ինտենսիվ բանավեճի վրա է ձեր հույսը, հա։ Առանց դրա քաղաքական ընտրություն չի լինում։ Ուզում եմ այո, մեր պետական միանշանակ, մեր անց եք կացնում ինտենսիվ բանավեճեր, որտեղ մարդիկ կարողանան ծանոթանալ տեսակետների եւ Հայաստանի բոլոր ընտրությունների ժամանակ բանավեճ որպես այդպեսին չի եղել, բոլորը գովազդ են դրել, մենակ են խոսել ժողովրդի հետ, երբեք ընդդիմախոսի հետ չեն խոսել։ Մամուլը փորձել է դա կազմակերպել, կամ դա եղել է երկրորդական հարցերի վերաբերյալ ինչ որ անհասկանալի խոսակցություն, շատ անարդյունավետ եւ շատ անկարևոր, կամ դա եղել է այն վերջին օրվա, երբ որ միանգամից 10 քանի տեխնացու կանգնում են, ամեն մեկը 2 րոպե խոսում է, դա անհեթեթ է, դա բանավեճ չի։ Բանավեճը պետք է լինի հիմնավոր, ժամ ու կեսանոց, մի քանի անգամ, եթե դրանք հիմնական տեխնացուներ են, ոչ մեկ անգամ, ասենք նորից վերադառնամ ամերիկյան օրինակին, ասենք ամերիկացիները ընտրությունը կատարում են 3-4 իրենց մոտ այդ մշակույթը վաղուց է։ Հայաստանում այդ մշակույթի Հայաստանում կա այդ մշակույթը։ Կա, բայց դրա պակասից մենք տուժում ենք։ Դրա պակասից անում ասենց մի անգամից պատկերացնում եք դուք ինչ եք անում, դուք մեծ, այսպես ձնագունդ էլ չէ, այն սարից իջնող սելավի նման մեծ բան եք առաջարկում հանրությունը կարող է ընկալել եւ մարսել այդ քանակությունը, որպեսզի անծանոթ կուսակցություններին, որոնք անծանոթ են եւ ուզում են ճանաչելի դառնալ 5 ամսվա ընթացքում կարողանան մարսեն, հավատան, վստահեն եւ քվետան։ Հարցը հետեւյալն է, կա հիվանդություն եւ կա դրա բուժումը, կա դրա դեղը։ Հիմա եթե մենք քննարկում ենք այն, որ այս դեղը շատ դառն է եւ հիվանդը չի կարող ընդունել, կամ չգիտեմ, այդ բուժումը ոչ թե դեղ է, այլ ասենք չգիտեմ։ Խոսքով համարում եք, որ լավ ձևաչափ է գտել։ Ուրիշ լուծում չկա։ Դժվար է, ձեզ ձեռ չի տալիս։ Դե գնացեք փոշիացրեք ձեր ձայները։ Փորձենք սրա այլընտրանքը պատկերացնենք, հա։ Բոլոր փոքր կուսակցությունները 1-2% ստանալով ուղղակի ձայն են փոշիացնում, օգնելով Նիկոլ Փաշինյանին ընտրվել, քիչ տոկոսներով ընտրվել։ Այն կուսակցությունները, որոնք մի քիչ շատ ռեսուրս ունեն եւ հույս ունեն այդ 5%-ը հաղթահարելու, սրանք կորցնում են այն իրանց օժանդակ ուժերին, որոնց օգնությամբ խորհրդանում կարող է մեծամասնություն կազմեին, այսինքն իրանք խորհրդան են մտնում փոքրամասնական ուժ որպես եւ ամենակարևորը չի ձևավորվում այն հզոր մեկ ընդդիմադիր ուժը, որը կարող է իշխանություն ստանձնել, այսինքն բոլորը ստացվում է պայքարում են ինչ որ ժամանակ մի 5 տարի ընդդիմության խորհրդարանական ընդդիմություն կոչվելու համար։ Լավ, այստեղ դուք այսպիսի ձևակերպում ունեք հասկացողություն հանրային նախընտրության, ասում եք ողջամիտ ժամկետում հայտարարել են այդ կուսակցությունները, շարունակում ենք ովքեր են մասնակցում ձեր այդ պայմանագրին, միանում պայմանագրին այն կուսակցությունները, որոնք ողջամիտ ժամկետում հայտարարել են հանրային նախընտրությանը մասնակցելու իրենց որոշման մասին։ Մենք խոսենք հանրային նախընտրության մասին, թե դա ինչ է, ինչ մեխանիզմ է, եւ կարեւոր է հետեւյալը։ Դուք անցնում եմ ես միանգամից հոդված 2, բայց որի մեջ կա այդ հանրային նախընտրության մեխանիզմը, որ հնարավորություն տամ դուք ավելի մանրամասն բացատրեք այդ ինչ նկատի ունեք եւ ինչպես է դա աշխատում։ Եվ այսպես հոդված 2 պայմանագրի մասնակիցները պայմանավորվում են վարչապետի միասնական տեխնացուի, միասնական, հա, մեկ տեխնացու։ Եվ падգամով, այո, այդտեղ պատկերացնում եմ ինչ է լինելու, էլի, այդ մեկ տեխնացուն բոլորը ընտրեն
որովհետև բոլորը իրենց ցուցակներով են, ստորև ես տեսնում եմ, որ բոլորը 7 առնվազն 7 մասնակիցներով ցուցակներ են բերելու, բոլորն էլ ունենալու են իրենց առաջին տեղը։ Եվ առաջին տեղի հարցը դա մշտական խնդիր է։ Այսպիսի միավորումներ, դրա մասին խոսենք այդ պահին, եւ այսպես պայմանագրի մասնակիցները պայմանավորում են վարչապետի միասնական տեխնացուի եւ падգամավորության տեխնացուների միասնական ցուցակի առաջադրման իրավունքը փոխանցել իրենց ընդհանուր համակիր ընտրազանգվածին։ Ինչ է սա նշանակում։ Ովքեր են այս նախընտրության ժամանակ ունենալու ընտրելու իրավունք։ Առաջին հերթին մասնակից կուսակցությունների անդամները, նրանց կողմած հրավիրված համակիրները, այսինքն որ այդ կուսակցության անդամ չի, բայց դրա համակիրն է, բաց հայտարարությամբ ցանկացած քաղաքացի, որը այլ կուսակցության անդամ չի, նույնպես կարողանալու է գալ ընտրել։ Ինչու է սա անհրաժեշտ, ինչքան շատ մարդ մասնակցի այդ նախընտրությանը, այնքան ավելի մոտիկ կլինի դրա արդյունքները։ Ո՞նց են մասնակցում նախընտրությանը։ Քվեարկելով։ Եվ որտեղ։ Տեխնիկական հարցերը իհարկե պետք է պայմանավորվեն, բայց բերեմ մի հատ օրինակ, տարբերակ 1 ինտերնետում։ Այսինքն մտնում է համապատասխան սայթ, գտնում է բյուլետենը նախընտրության եւ իր ուզած գիտի նայում են տեխնացուների ցուցակին եւ այդ ցուցակից գրում է ես ուզում եմ վարչապետ լինի Պողոսյան Պողոսը։ Երկրորդ, երրորդ համարներ լինեն Պետրոսյան Պետրոսն ու չգիտեմ Արմինե Արմենյանը։ Այդպես հասարակական կարծիքի հարցման նման մի բան է, հարցում չի, որովհետև հստակ միավորները։ Բայց այդ սկզբունքն է։ Հարցումը Ումից նախընտրումի հարցումը մի բան է, որը որոշում չի։ Հարցումը մարդիկ ուսումնասիրում են եւ դրա հիման վրա իրանք որոշում են, համաձայնվեն դրա հետ թե չէ։ Սա որոշում է, այսինքն ստացված միավորներով, ով բռնեց առաջին տեղը, նա վարչապետի տեխնացուն է։ Ով ավելի շատ ձայն ստացավ։ Հա, եւ բալերի համակարգը այնպես է սարքած, որ դա ապահովելու է իդեալական բաշխում, հա, մաթեմատիկական ապարատի վրա դեռ երջանկահիշատակ Արմեն Հովհաննիսյանի հետ էինք աշխատում եւ իր առաջարկն է դրվել, վերցված ինչ որ մի եվրոպական ընտրության խորհրդարանական բաշխման համակարգից, շատ իդեալական բաշխում է ապահովում կուսակցությունների միջև, ոչ միայն վերևի մասում, այլ ամբողջ ցուցակը այդ ձևով իդեալական բաշխում է։ Մարդիկ քվեարկում, այդպես քվեարկում են։ Հիմա եթե ես կուսակցական եմ, բնականաբար ես կգնամ այնտեղ կգրեմ միայն իմ կուսակցության անդամներին։ Եթե մեկը ուրիշ կուսակցությունից է, նա էլ իր կուսակցության անդամ, բայց կլինեն բազմաթիվ քաղաքացիներ, որոնք կգան եւ կասեն, այս կուսակցության մեջ այս մարդն է խելոք։ Եվ նրանք կգրեն բարձր տողերում։ Այս մյուս կուսակցությունից այս մեկն է դուրս գալիս։ Նրանք նույնպես կգրի բարձր տողերում։ Հա եւ անգամ կարող են լինել կուսակցականներ, որոնք համաձայն չլինեն իրանց կուսակցության ղեկավարության կազմացուցակի հետ։ Ու ասեն, հա, ես այս կուսակցության անդամներին եմ գրում, բայց երկրորդ տողում գրում եմ ոչ թե Պողոսին, այլ Կիրակոսին։ Իդեալիստ եք դուք։ Իդեալիստ չեմ։ Այդ տեխնիկական հնարավորությունը այստեղ կա, ով ինչ կուզի կանի։ Չերևացող Թողնինի երևացող, էական չի։ Խոսքով երևում են, թե չեն երևում, բաց է թե փակ է։ Չեն հրապարակվում, այսինքն անունը երևում է, ով է ձայն տվել։ Տեխնիկապես դա անհնար է թաքցնել, որովհետև բան է, գոնե ինժեները, որը սպասարկում է այդ սայթը հաստատ դրան ոնց որ կտիրապետի, բայց դա քանի որ շատ ծավալուն ինֆորմացիա է, շատ դժվար է գնալ թաքուն ստուգել դա, էլի, պետք է բացահայտ ասես, ես ուզում եմ իմանամ, այս ինչը ոնց է քվեարկել, որ այդ դեպքում կարողանաս պարտադրես, որ քեզ դա տրամադրեն, որտեղ պետք է այդ ծրագրի մեջ պետքա փնտրես, էլի, արխիվի մեջ պետքա փնտրես, որ հանես։ Եթե այստեղ վերջացրեցիք այս հարցի պատասխանը, հանրային նախընտրության մեխանիզմը մի հատ, երևի ասել եք արդեն, բայց մի քիչ ավելի բացատրեք, դա ոնց է աշխատում։ Ինչ է նշանակում հանրային նախընտրության մասնակցելու։ Հանրային բառը թող մեզ չփոթացնի, սա ընտրությունն է ըստ էության բոլորի համար բաց, Հայաստանում ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների համար բաց։ Որպեսզի հասկանալի ընտրություն բառն եք օգտագործում, 2026 թվականի ուրեմն խորհրդարանական ընտրությունների համաժողովրդական է կարծեմ այդպես են ասում ընտրություններից առաջ անցկացվող ընտրություններ են դա այն հիմնական ընտրությունը չէ դա ոնց որ այդ ձեր ասած primary-ն է սա միասնական ցուցակի առաջադրումն է հատուկ կազմակերպված քվեարկության միջոցով այդ հատուկ կազմակերպված քվեարկության ժամանակ տեխնացու են մասնակից կուսակցությունների կամ այլ կուսակցություններին հավասարեցված խմբերի որ դեռ կուսակցություն չեն դառել բան դրանց ներկայացուցիչները անդամները
ընտրող են նույնպես նրանց անդամները, համակիրները եւ այն մյուս քաղաքացիները, որոնք Հայաստանում հիմա երրորդ ուժ են փնտրում։ Բոլորը կարող են գալ այդտեղ մասնակցել։ Քվեարկությունը տեղի է ունենում անպայման բովանդակային քննարկումներից հետո, այսինքն պետական ընտրությունների ժամանակ այդ բացակայող քննարկումը ամենաառաջին հարցը հիշում եք ձեր, ոչ ոք չի խոսում թե Հայաստանի համար ինչ է առաջարկում։ Բոլորը խոսում են, որ Նիկոլը վատ բաներ է անելու, բայց ոչ ոք չի ասում, թե ինքը ինչ է անելու։ Այդ դա պետք է այստեղ ասվի։ Այստեղ իմաստ չունի Նիկոլին հայհոյել, որովհետև այստեղ Նիկոլ չկա։ Այստեղ մրցակիցը Նիկոլը չի, մրցակիցը երրորդ ուժի մեկ այլ քաղաքական միավոր է։ Եվ այստեղ մենք խոսելու ենք ստիպված պիտի խոսենք քաղաքական ծրագրերից, այլ ոչ թե Նիկոլ հայհոյելու մրցույթ կազմակերպել։ Այդ որ ասում եք մենք պետք է խոսենք, այստեղ պետք է խոսենք, խոսքը դեբատների մասին է։ Այսինքն նորից ամբողջ բանը դրվում է այդ բանավեճերի ընթացքում քաղաքականության մեջ այլ կերպ չի լինի։ Հա, չէ, պարզապես հաստատենք, որպեսզի պարզ լինի, որպեսզի մարդիկ երբ որ տեսնում են բանավեճը։ Ես բերեմ բացի ամերիկյան օրինակից, բերեմ մի լավ օրինակ կար Ֆրանսիայում մի քանի տարի առաջ 9 աջ կուսակցություն առաջադրում էին իրենց նախագահական տեխնացուներին։ Եվ այդ կուսակցությունները հասկանալով, որ չարժի իրենց քվեները փոշիացնել, որոշեցին իրենց միջև կազմակերպել նախընտրություն։ Եվ ապագայում այդ 4 կուսակցությունները միասին ստացան 4 միլիոն քվե ընդամենը, բայց նախընտրությանը մասնակցել էր 2 միլիոն մարդ։ Այդ 2 միլիոն մարդը առաջադրել էին 2 փուլով էր եղել այդ քվեարկությունը, որտեղ դա նախագահի տեխնացուի առաջադրում էր, այլ ոչ թե ցուցակի, եւ իրանք այդպես ընտրել էին իրենց միասնական տեխնացուին։ Մենք այս նույն բանն ենք առաջարկում ստեղի կուսակցություններին մեկ տարբերությամբ, որ սա ոչ թե նախագահական ընտրություն, այլ խորհրդարանական, հետևաբար պետք է առաջադրվի ոչ թե մեկ հոգի, այլ պետք է առաջադրվի ցուցակ, բայց սա ավելի հարմար է սրանց։ Տեսեք, դուք ասեցիք, որ մեծ մրցակցություն կառաջանա, չէ՞, առաջին համարի հարցով։ Հա, բայց տեսեք, եթե դու չես հաղթում եւ վարչապետի տեխնացու չես դառնում, բայց այնքան միավոր ես ստանում, որ զբաղեցնում ես երկրորդ տեղը, երրորդ տեղը, 5-րդ տեղը, դա քո համար նույնպես բավարար արդյունք է։ Հատկապես որ հաշվի առնենք, որ այդ ցուցակը ավելի շատ մանդատ է ստանալու խորհրդարանում, այսինքն օբյեկտիվորեն ձայների 20%-ը որ փոշիանում է եւ փոշիանում է հիմնականում այն կուսակցությունների ձայները, որոնք այս նախընտրությանը մասնակցելու հնարավորություն ունեն, տեսեք, եթե դա չի փոշիանում, միանգամից պատկերացրեք, ասենք ընդդիմությունը պետք է ստանար 30% ձայն, այդ կուսակցությունները, հա, ենթադրենք, հանկարծ իրանք ստանում են 50% ձայն, արդեն կազմեցին իշխանություն։ Այսինքն այս նախընտրությունը ակնհայտորեն բոլորին ձեռնտու է։ Փաստորեն կարելի է այսպես մեկ ձևակերպումով, այսպես ասել, որ նախընտրական գործընթացի մշակույթ եք փորձում ձևավորել կամ բանավեճի ինստիտուտը ավելի ոնց որ արժեքը եւ բովանդակությունը ուզում եք բարձրացնել։ Եվ սա մեր Հայաստանի այսօրվա կապիտուլյացիայի գլխավոր պատճառներից մեկն է այդ մշակույթի բացակայությունը, որտեղ մեր մոտ քաղաքական միտքը չի զարգացել, միշտ մենք չարիքի փոքրագույն ենք ընտրել, որտեղ բարիքի վերաբերյալ խոսակցություն չի եղել։ Բարիքի վերաբերյալ առաջարկներ չեն եղել։ Ընտրողները չեն իմացել որ տեխնացուներն են բարին առաջարկում։ Եվ եղած չարիքներից ընտրել են, փորձել են իրենց կարծիքով ընտրել փոքրագույն։ Բարի այժմ ես առաջարկում եմ գովազդային դադարի դուրս գալ եւ խնդրում եմ մեզ լսողներին մնալ մեզ հետ, որ գովազդից հետո մենք նորից վերադառնալու ենք տաղավար եւ շարունակելու ենք մեր զրույցը պարոն Աղայանի հետ։ Գովազդի եթերում։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուրբախ։ Գտնվում է գերազանց վիճակում։ Կինը 15000 ԱՄՆ դոլար։ Հեռախոսահամար 094 115 310։ Երևան շիփինգ, սենսացիան ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։
Սադրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Երասը ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ Գլենդել։ Ջակփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջակփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Ջակփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Սիրելի բարեկամներ, հանրային ընտրություն, ազգային ժողովրդավարական համակարգերի զարգացման հասարակական կազմակերպության ներկայացուցիչի հետ ենք զրուցում Արմեն Աղայանի։ Պարոն Աղայան, շարունակում ենք զրույցը այն մասին, թե ինչպես եք դուք փորձում այս նախընտրական փուլում միավորել, համատեղել, հա, երևի ես ասեմ, դուք ասեք ճիշտ եմ հասկացել, թե չէ, բոլոր այն քաղաքական ուժերին, որոնք կարծես թե մեկ դաշտում են աշխատում, դուք պայմանը հիմնական դրեցիք, որ Հայաստանի ինքնիշխանությանն են ձգտում եւ այլն, եւ փորձում եք այնպիսի մեխանիզմներ ստեղծել, որպեսզի հանրությունը հնարավորություն ունենա իրենց մասին ավելի շատ իմանալու, իրենք էլ հնարավորություն ունենան ավելի շատ ավելի լայն ներկայացված լինելու հանրության համար, որպեսզի հանրությունը ընտրության հնարավորություն ունենա ընտրությունների ժամանակ բառը կրկնվեց կներեք։ Եվ այսպես 8-րդ հոդվածում նշում եք, որ հանրային նախընտրության դրամական միջոցները գոյանում են պայմանագրի մասնակիցների պարտադիր նվազագույն եւ հավելյալ կամավոր մասնավճարներից, խոսքը գնում է ֆինանսների մասին, տեխնացուների եւ ընտրողների համար սահմանված մասնակցության վճարներից, կողմնակի նվիրատուներից։ Ուրեմն ֆինանսական հարցը, դա էլ է, ինչպես առաջին համարի հարցն է լինում միշտ խնդրահարույց եւ դրա պատճառով շատ միավորումներ քանդվում են, որովհետեւ չեն կարողանում գալ ընդհանուր հայտարարի, թե ով է լինելու առաջին, երկրորդ, երրորդ հորիզոնականների անունները ումն են լինելու։ Երկրորդ խնդիրը ֆինանսականն է։ Ընդհանրապես ինչպես են արձագանքում այս ձեր նախաձեռնությանը կուսակցությունները, մասնավորապես ֆինանսների հարցը ինչպես է, իսկապես խնդրահարույց է, թե ոչ, գուցե կարող եք ասել, նրանք շատ մեծ սիրով տալիս են այդ մասնավճարները, թե չգիտեմ ինչ է կոչվում դա, նվիրատվությունները։ Առաջին ծանոթացման փուլում երբեք չի եղել, չէ, մեկ անգամ է բացառիկ դեպքեր, որ հասել ենք ֆինանսների մասին ինչ որ քննարկման, հա, շատ սահմանափակ չափով, իրականում ֆինանսների մասին կարելի ասել դեռ քննարկումները այդտեղ չի հասնում։ Բոլորին նախապես հետաքրքրում են հետեւյալ հարցերը, ովքեր են մյուս մասնակիցները, առաջին հարցը, որ բոլորին հետաքրքրում է, եւ երկրորդը, թե իսկ ովքեր են լինելու ընտրողները, այնպես չստացվի, որ մենք մասնակցենք եւ հանկարծ պարզվի, որ փոքրամասնություն ունենք ինչ որ կանոնների պատճառով, հա, ասենք կանոնները այնպես լինեն գրված, որ ուրիշներ են ընտրվել։
Մեր պատասխանը բոլոր այս դեպքերին նույնն է, դա պայմանավորվող կողմերն են սահմանում այդ կանոնները, հետեւաբար եթե դա ձեզ ձեռնտու չէ, դուք այդ կանոններին ուղղակի չեք համաձայնվի, ի վերջո չեք մասնակցի կամ կոմպրոմիսի կգնաք եւ կմասնակցեք։ Այն կուսակցությունները, ովքեր շատ փող ունեն, նրանց կարծես թե մտահոգում է առանց փողի մասին խոսալու, բայց նրանց մտահոգում է, որ այնպես չստացվի, որ մենք ոնց որ այս ամեն ինչը արել ենք, ըստ էության մենք ենք ռեսուրսները տրամադրողը, բայց այնտեղ կողքից ինչ որ մարդիկ են գալիս օգտվում։ Փոքրերի համար մտահոգությունն այն է, որ կանոնները այնպես գրված չլինեն, որ հանկարծ այդ հարուստ կառույցները դրա հաշվին մեկնարկային առավելություն ստանան եւ իրանք գան մտնեն ինչ որ միտեղ, որտեղ համեստ արդյունք կունենան, այն դեպքում, երբ որ պետական ընտրություններում այդ ձայները կլինեին հենց իրենցը, հենց գաղափարական առումով իրենց տրված ձայներ։ Ուրեմն այս մտահոգություններով հանդերձ մենք փորձում ենք այդ ամեն ինչը փարատել, որովհետև մենք ինչ ենք անում։ Ունես շատ համակիր, կամ ունես շատ փող, կամ ունես հայտնի անուններ, շնորհալի առաջնորդներ, որոնք կարող են բանավեճերի ժամանակ իրենց դրական լույսի տակ ներկայացնել, խնդրեմ, այդ ամեն ինչը համատեղում ենք մեկ process-ի մեջ, որի արդյունքում ֆիքսվում, այսինքն դու եթե փող ունես, ումա պետք է փողը, եթե դա ձայն չի դառնում։ Իսկ եթե քո փողը կարողանում է ձայն դառնալ, խնդրեմ, այդ ձայնը կֆիքսվի եւ արդյունքների վրա կանդրադառնա։ Ումա պետք քո հայտնի լիդերը, ինչ որ մի ժամանակ հայտնի է, եթե այսօր նա բանավեճում պարտվելու է եւ քիչ ձայն է ստանալու։ Եթե նա իսկապես հայտնի լիդերը, նա կհաղթի եւ շատ ձայն կստանա։ Եկեք սահմանենք մի խաղի կանոններ, որտեղ այդ ամեն ինչը կհանգի այդ վարկանիշային քվեարկության ժամանակ ստացած միավորների։ Մեր առաջարկը ըստ էության սա է, թե ով ինչ պայման կդնի այստեղ, դա էական չի։ Մենք բաժանել ենք ֆինանսավորումը մի քանի մասի։ Մի մասը դա ֆինանսավորումը կազմակերպիչ մարմնի, հա, այդ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ֆունկցիան կատարող մարմնի ֆինանսավորումն է, որը բնականաբար ինչքան ֆինանսավորում ես, այդքան էլ ձայն ունես այդ մարմնի որոշումների կայացման մեջ, հետեւաբար եթե դու ուզում ես, որ այդ որոշումները քո ուզած ձևով լինեն, բնականաբար այնտեղ կարող ես շատ փող դնել, դրանից դու ոնց որ դեռ հələ միավոր չստացար։ Երկրորդը տեխնացուներն է, քանի տեխնացու ունես, այդքան էլ ֆինանսավորում ես, հետեւաբար եթե դու շատ տեխնացու ունես, բնականաբար ավելի շատ ես փող ծախսում, այստեղ քիչ տեխնացու ունես, ավելի քիչ։ Երրորդը դա ընտրողներն են, ընտրողները մասնակցության համար վճարում են։ Եթե դու որոշել ես, չգիտեմ, այնպիսի օլիգարխի կուսակցության նման կուսակցություն ես, որ ինչ որ միտեղ փող կա եւ մյուս անդամների փոխարեն կարող ես վճարել, խնդրեմ, այտենց արա դա քո գործն է։ Բայց եթե ինչ որ մի քաղաքացի պատրաստ է 2000 դրամ տալ եւ գալ քվեարկել, ինքը պետք է 2000 դրամ տա եւ գա քվեարկի։ Եվ բոլոր այն կուսակցությունները, որոնք փող չունեն, բայց շատ համակիր ունեն, կամ ասենք հպարտանում են, որ չգիտեմ, YouTube-ով շատ հետևորդներ ունեն։ Խնդրեմ, կոչ ես անում YouTube-ով, քո հետևորդները գալիս քվեարկում են։ YouTube-ում հետևորդները դրանք չեն տալիս։ Միանշանակ, բայց մարդը ասում է, սա իմ առավելությունն է, խնդրեմ, քո առավելությունն է, հարց չկա, մենք չենք։ Լավ, այսինքն այստեղ լուրջ խնդրեմ եմ ես տեսնում, եթե դուք չեք տեսնում, ես ուրախ եմ, որ ես սխալվեմ, որովհետև եթե պետք է մասնակիցները վճարեն, այո, դուք ճիշտ եք։ Ալի իմ ու քոյի խոսակցություններն էլ ու ինչու ես փողը տամ, դու օգտվես։ Բայց չէ որ պետական ընտրությունների մեկ է փողը վճարելու ծախսելու են, չէ, եւ ավելի շատ են ծախսելու, ավելի քիչ արդյունք իրենք իրենց համար են ծախսելու, դա էլի մշակույթ է, դա էլի մտածելակերպ է, դա էլի մենք այստեղ այնպես ենք անում, մեխանիզմ է։ Մենք այստեղ այնպես ենք անում, որ էլի իրանք իրանց համար են ծախսում։ Այսինքն եթե դու ունես տեխնացու շատ, ավելի շատ ես վճարում հենց շատ տեխնացու ունենալու համար եւ դա ազդում է ընտրության արդյունքի վրա ցուցակի մեջ ավելի շատ անդամներ։ Ինչ արձագանք ունեք այս պահի դրությամբ։ Որքան ժամանակ է սա դուք արդեն շրջանառության մեջ եք դրել, հայտարարել եք, այս ուղղությամբ աշխատում եք մի բան եմ, բանակցությունները մոտ հենց այս առաջարկի շուրջ, որտեղ դրանից առաջ եղել է սրա նախնական տարբերակներով ինչ որ այլ բանակցություններ, հենց այս տարբերակի շուրջ մոտ 2 ամիս մենք բանակցում ենք տարբեր քաղաքական միավորների հետ, որոշ նախապատվություն տալով որոշներին, մյուսներին պակաս, որովհետև գնահատում ենք, որ այս սրանք եթե միավորվեն, դրանից հետո ինչ որ մի process կլինի, որում այդպիսի
միավորվելու խմբակները տարբեր են, հա, կարող է միավորվեն փոքրերը, կարող է միավորվեն հակառակը ռեսուրս ունեցողները, եւ տարբեր բաներ, կամ ասենք մի ռեսուրս ունեցողը փորձի այլ փոքրերին այդ ձևով միավորել։ Տարբեր արձագանքներ ենք ստանում, այսպես կուլտուրական մերժումից սկսած, վերջացրած, որ հա, մեզ շատ հետաքրքիր է, մենք հիմա մեր գործընկերների հետ սա կքննարկենք եւ միասնական։ Այսինքն դուք չունեք դեռ արդեն, դեռ կորիզ չունեք։ Վերջնական կորիզ, որ թե ովքեր են մասնակցելու, դա չկա։ Մի առանձին շրջան սրանից առաջ մենք աշխատում էինք մի քիչ ավելի նեղ սեգմենտի վրա, քաղաքական դաշտի այն հատվածը, որը կարելի է, չգիտեմ, հայրենասիրական համարել, ազգայնական համարել, դրանք բոլորը նորաստեղծ կազմակերպություններ էին կամ խմբեր, որոնք դեռ նոր պիտի դառնային կուսակցություններ կամ հələ դեռ չեն էլ դառել, ասենք։ Մենք փորձում ենք նրանց համատեղել մեկ գործընթացի մեջ եւ այդպես միասնական ցուցակ բան անել, այդտեղ էլ ցավոք սրտի որոշ ձախողություն եղավ այդ առումով։ Հիմնական պատճառները այդ բացասական արձագանքների ոչ թե փողն է կամ, չգիտեմ, մյուս կուսակցության ինչ որ անցանկալի լինելը, հա, կամ այն մյուս շրջանակի անցանկալի լինելը, որքան մի տեսակ վախ կա բանավեճից։ Եվ մարդիկ, որոնք որոշակի իմիջ ունեն, երբ որ մենակ խոսում են, հա, ինչ որ YouTube-ով կամ լրագրողների հետ, եւ նրանց ոչ ոք չի առարկում, այդ մարդկանց մեջ վախ կա, եւ այդ վախը շատ հիմնավոր է, որովհետեւ բանավեճը դա բոլորովին այլ տիպի խոսակցություն է։ Ոչ մեկի միայնակ խոսակցությունը հետաքրքիր չի։ Որովհետև մենք գիտենք, չէ, ասենք բոլոր մարդիկ պարտավոր չեն ամեն ինչ հասկանալ։ Նրանք լսում են, ասում են ճիշտ է ասում, լրիվ հակառակն է մեկը խոսում, սա էլ է ճիշտ ասում։ Այդ մարդը կարող է կողմնորոշվել մենակ այն դեպքում, երբ որ այս երկու ճիշտ ասողները բանավիճ են եւ ըստեղ ինքը հասկանա, չէ, այս մեկը ոնց որ ավելի ճիշտ էր ասում, սրա համոզեց, որ սրա ասածը սխալ է։ Լավ, դա ձեր անձնական կարծիքն է, մարդը կարող է լսել առաջինին եւ երկրորդին եւ իր գլխում արդեն իր որոշումը, ուզում եմ ասեմ, շատ մեծ թիվով մարդիկ կան, որ ներկայությունների մեջ կարող է չկողմնորոշվեն, բայց բանավեճի մեջ կողմնորոշվեն։ Լավ, ուրեմն առաջին այսպես ձևակերպումը նա էր, որ դուք փորձում եք նոր նախընտրական մշակույթ ներդնել կամ նախընտրական գործընթացի նոր մշակույթ անել, ինչու եմ ասում նոր մշակույթ, որտեղ այդ սաղմնային օրինակներ, փորձեր եղել են, դուք փորձում եք դա ոնց որ ինչպես սիրում են հիմա ինստիտուցիոնալ լացնել դա, եւ երկրորդը փորձում եք երրորդ ուժը ձևա, եթե ճիշտ հասկացա, դուք ասում եք դա երկրորդ ուժն է, բայց ձեր խոսքի մեջ էլ սպրտեց, որ երրորդ ուժ, ժողովուրդը սպասում է երրորդ ուժին, որտեղ ունի նա ընդդիմություն, իշխանություն, ընդդիմություն, խորհրդարանական ընդդիմություն ունի, դա երկու ուժ են ներկայացնում, երկու ուժ են ընկալում, հանրության մեջ երկու ուժ է դա ընկալվում, որպես դուք խոսում եք այն մասին, որ փորձում եք երրորդ ուժ ձևավորել կամ ավելի բացահայտ դարձնել, ավելի ձայնը ուժեղ կայուն ձայն տալ երրորդ ուժին։ Այո։ Այո, այստեղ թվերը իհարկե մի քիչ պայմանական են, առաջին ուժի հարցում պարզապես։ Այո, դուք ասում եք երկրորդ ուժ, ժողովուրդը սպասում է երրորդ ուժ։ Երբ որ ես ասում եմ երկրորդ ուժի հարց կա, դա վերաբերում է նրան, որ չկա ինստիտուցիոնալ ընդդիմություն, որը մշտապես գոյություն ունի, այսինքն ընտրությունները նոր լինում է։ Հա, ինստիտուցիոնալ ընդդիմություն չկա Հայաստանում, հա։ Եվ դրա համար մեր մոտ ամեն ընտրությունից առաջ գնում է պայքար երկրորդ ուժ դառնալու համար։ Ոչ թե երկրորդ ուժ, ավելի ճիշտ թիվը դնենք մի կողմ, գլխավոր այլընտրանք դառնալու համար։ Եվ եթե դա հաջողվում անել ընտրություններից առաջ, մենք ունենում ենք այդ ընտրությունների ժամանակ լուրջ հակամարտություն այդ գլխավոր այլընտրանքի եւ բնականաբար իշխանության միջեւ։ Եթե դա չի հաջողվում անել ընտրություններից առաջ, մենք ունենում ենք ընտրությունների ժամանակ հակամարտություն ընդդիմադիրների միջեւ, իսկ իշխանությունը իր համար հանգիստ իր սև գործը անում է։ Մենք ուզում ենք, որ ընդդիմության միջեւ հակամարտությունը տեղի ունենա ոչ ընտրությունների ժամանակ, որտեղ այնտեղ պետք է հաղթել իշխանությանը, տեղի ունենա նախորոք եւ դա չլինի հակամարտություն, այլ դա լինի ընտրությունով, բանավեճով, քննարկումներով, միասնական պլատֆորմի եւ թիմի ձևավորում։ Վերջին հարցը այս թեմայի շուրջ բանավեճ, այո, դուք էլ նշեցիք, որ բանավեճը մարդիկ այդքան էլ չեն սիրում գնալ բանավեճի, որտեղ մենակ երբ որ խոսում են իրենք են, ընդամենը լրագրողի հակադիր հարցերին փորձում են պատասխանել։
Բայց մենք ունենք նաև, երևի դուք էլ տեղյակ եք, այս իրողությունը, որ ոչ բոլորն են, ոչ բոլորի հետ գնում բանավեճի, ինչպես դուք ասում եք, ի պատասխան իմ հարցի, ինչպիսին են արձագանքները, հարցնում են, իսկ ով է այդտեղ այդ ձեր պայմանագրին միացել, նույնը ասում են, իսկ ով է բանավիճի դիմացի կողմը լինելու եւ իրենք մերժում են այդ բանավեճը, ավելի շատ մերժում են, քան համաձայնվում են։ Կան մարդիկ, որոնք գիտեն ում հետ են, գիտեն իրենից ուժեղ են, կարծելով, իրենց ենթադրելով, համաձայնվում են։ Մի խոսքով սա էլ պրոբլեմ է, բանավեճի հրավիրել մարդկանց, տարբեր տեսակետներ ունեցող մարդկանց բանավեճի հրավիրել։ Սովորաբար եթե դուք նայեք բանավեճի, գրեթե նույն կազմն են հրավիրվում, որոնք արդեն իրար սովորել են, գիտեն ինչ արգումենտներ, ինչ փաստարկներ է բերելու դիմացի կողմը եւ գիտեն ինչպես են ջարդելու այդ փաստարկները։ Անկեղծ ասած, մեզ որպես կազմակերպություն, որ այս պրոբլեմատիկայով զբաղվում է եւ լուծումներ է փորձում առաջարկել, շատ քիչ է հետաքրքրում տեխնացուների կամ կուսակցությունների անձնական շահերը։ Մենք դրանք հաշվի ենք առնում առաջարկները ներկայացնելուց, բայց մեզ առաջին հերթին հետաքրքրում է Հայաստանի Հանրապետության քաղաքացին, ընտրողը եւ խոշոր հաշվով հայ ազգը։ Իսկ հայ ազգին ինչա պետք։ Այն որ դու չես ուզում բանավիճել, որովհետև վախենում ես դիմացինից, համարում ես, որ Բայց ցույց տալիս, որ ոչ թե վախենում են, այլ արհամարում ենք, հա, իբր թե կներեք, ինձ որպես ընտրող չի հետաքրքրում, արհամարում ես, թե չես արհամարում։ Պատկերացրեք, ասենք, չգիտեմ, ֆուտբոլի կամ բոքսի առաջնությունն է, եւ ասում ես արհամարում եմ այս մրցակցից եւ ուզում եմ աշխարհի չեմպիոն համարվեմ, արհամարելով բոլոր մրցակիցներ, այդպես չի լինում։ Խաղի կանոնները կան, առաջնությունը կա, մասնակցում ես։ Առավել եւս որ սա այտենց առաջնություն չի, որ պարտվողը նոկաուտ է լինում եւ խաղից դուրս է գալիս։ Չէ, սա ընդամենը համամասնություն է որոշելու։ Հիմա դու կարող ես մեծ ցուցակում ունենաս 20%, կարող ես ունենաս 10%։ Տեղա, եթե քո կշիռը մոտավորապես այդպես է, քո ընտրությունը լավ հանդես կգաս, 20% կունենաս, վատ հանդես կգաս, 10% կունենաս, բայց եթե չմասնակցես, ընդհանրապես ոչինչ չես լինի։ Ես բերեմ մի օրինակ, թող ինձ ների քաղաքացու որոշում կուսակցությունը իրանց վրա եմ այդ օրինակը բերելու, նախորդ ընտրությունների ժամանակ, երբ որ մենք փորձում ենք նման մի առաջարկ շրջանառել եւ չէր ստացվում, չէինք հասցնում, նաեւ Նիկոլ Փաշինյանը 6 ամիս առաջ գցեց ընտրությունները, դրա պատճառով ցայտնոտի մեջ հայտնվեցինք, այդ ժամանակ մեր գնահատմամբ կար 3 խմբակ, որ մասնակցելու էր ընտրությանը եւ նրանց կարելի էր դիտարկել մոտավորապես նույն գաղափարական տիրույթում ընդհանուր ընտրազանգված ունեցող, այսինքն մարդիկ, ովքեր որ ուզում էին ընտրել ոչ նախկին, ոչ ներկա, այլ օգնել մի գաղափարական խմբակի 4-5%-ը հաղթարել, սրանց միջև էին ընտրություն կատարելու։ Եվ մենք նրանց առաջարկեցինք համատեղ հանդես գալ, նախընտրությամբ ցուցակ ձևավորել եւ մի բանով հանդես գալ։ Զարմանալիորեն առաջին անգամ նման առաջարկությունը ընդունեց Ժիրայր Սեֆիլյանը, այսինքն ԲՎՌ-ը, անմիջապես այդ առաջարկը մինչ այդ ընդունել էր Անդրեաս Ղուկասյանը, որը այնտեղ ինչ-որ մի թիմով էին մասնակցում, հա, մի քանի փոքր կուսակցությունների դաշինք էին արդեն իրենցից ներկայացնելու, եւ մենք ասում ենք, որպես այդ ընտրությունների առնվազն այս 3-ը պետք է մասնակցեն, կողքից ինչ որ անհատներ է կմիանա եւ մի հետաքրքիր պատկեր կստացվի։ Մերժողը եղավ քաղաքացու որոշում կուսակցությունը։ Եվ Սուրենի հետ Սահակյան խոսակցությունը մոտավորապես այսպիսին էր, ինքը ասեց, չէ, ես համաձայն չեմ որևէ մեկի հետ նույն ցուցակում լինել, որտեղ մենք մեր սոցիալիստական պլատֆորմով ենք մասնակցելու, անգամ եթե քիչ ձայն ստանանք, փոշիանա մեր ձայները, կապ չունի, բայց մարդիկ պետք է սովորեն միշտ ընտրել մեզ եւ այսպես մի օր, մի 20 տարի հետո մենք կգանք կդառնանք գլխավոր ընդդիմադիր ուժ, իշխանություն եւ այլն։ Եվ այստեղ իմ պատասխանը միանշանակ էր, որ հարգելի Սուրեն, հաջորդ ընտրություններին դու մասնակցելու հնարավորություն չես ունենալու, եթե այս առիթը բաց թողես, որովհետև քաղաքագիտական կանոններն են այդպիսին եւ դաժան։ Դու չես կարող ընդհանուր
հոսանքից դուրս գալ եւ այդպես երևակայել, թե ինչ որ մի հատ ուրիշ process գոյություն Բայց ունի, նրանք հավաքել էին ահագին։ Չէ, այդտեղ չէին հավաքի, բացարձակ ոչ մի ձայն չէին ստացել։ Ոչ մի ձայն չէին։ Չէ, շատ քիչ էին ստացել, էլի։ Այդ հենց այդ Դա երկրորդ ընտրություններ, Չէ, առաջինի մասին եմ։ Առաջինի ժամանակ էլ էին քիչ ստացել, սա երկրորդն էր, որ Բայց առաջինը նրանց ոգևորել էր, որ նրանք կարող են դա անել։ Հենց դա որ իրենք կարող են հաղթել։ Մարդիկ չեն պատկերացնում, բոլորը ինչ որ մի բանով ոգևորվում են, օրինակ Սասնա ծռեր կուսակցությունը մտածում էր 18 թվականի ընտրությունների ժամանակ, որ ինքը քանի որ 16 թվականին մեծ աջակցություն ուներ հանրային, ինքը հիմա կկարողանա դա կապիտալիզացնել եւ այնտեղ 3-4 տեղը զբաղեցնել շատ մեծ տոկոսով, հա, որ խորհրդարան կմտնեն, դրանում չէին էլ կասկածում, հարցն այն էր, թե ինչքան շատ տոկոս կստանան։ Բայց դաժան իրականությունն էր, որ ստացան 1.5%։ Այսինքն մարդիկ միշտ իրենց հնարավորությունները գերագնահատում են, եթե մարդը գոնե 5%-ով օբյեկտիվ լինեն, մենք նրանց հավակնությունների գումարում կստանանք 110-120%, այլ ոչ թե միլիոն տոկոս։ Երբ որ իրականում այդ 100-ը պիտի բաժանեն, էլի միլիոն չի կարող լինել դրա Հիմա գումարը։ ո՞րն է ձեր հույսը, ես ուրիշ հարցեր էլ ունեի, բայց երևի այլ հարցազրույցի ժամանակը քննարկենք, սրանով եզրափակվենք, ինչ վստահություն է ինչն է ձեզ վստահություններ շնչում, որ այս ժամանակ, այս հիմա 6 ամիս թե արդեն ավելի քիչ 5 ամիս ու կես է մնում մինչև ընտրությունները, որ կփոխվի մտածելակերպը, կփոխվի այդ մոտեցումները, մարդիկ կփորձեն իրար հետ, այո, ուժերը համադրելու, ոչ թե ամեն մեկը պարզ վերմակը իր վրա Ոչ մի վստահություն չկա, բայց կա համոզմունք, որ եթե դա չանեն, այս ընտրությունները բոլորը ամեն մեկը իր չափով, բայց բոլորը խայտարակ պարտություն են կրելու։ Բոլորը ովքեր են։ Չգիտեմ, այն ուժը, որը ենթադրենք հույս ուներ խորհրդանում լուրջ ներկայացված լինել մեծ քանակով, ներկայացած է լինելու չնչին քանակով։ Եկեք օրինակը վերցնենք նորից Գյումրիի եւ Աղարշապատի համեմատել տեղին է թե ոչ։ Մի քիչ բարդ է, որովհետեւ դրանք տեղական ընտրություններ են եւ տեղական ընտրությունների ժամանակ կարևոր գործոն կա, թաղի տղու գործոնը, եւ մենք ունենալու ենք ամեն դեպքում դրա նման ընտրություն, եթե այս համակարգը չկիրառենք, ավելի շատ դա նման է լինելու Երևանի ընտրությանը, երբ որ Ավինյանը շատ չնչին քվեներ ստանալով, բացարձակ արժեքով շատ չնչին քանակի քվե ստանալով կարողացավ դառնալ քաղաքապետ։ Այդ սպառնալիքը կա այս ընտրություններին եւ Նիկոլ Փաշինյանի գործերը մի քիչ ավելի լավ են, քան Ավինյանի գործերը Երևանի ընտրություններում, հա, մեկնարկային իր հնարավորությունները այս պահին մի քիչ ավելի լավ են, քան Ավինյանին։ Ավինյանը բացարձակ խարիզմա չուներ, Ավինյանը բացարձակ ժողովրդականություն չուներ, երբեք չէր ունեցել, Նիկոլ Փաշինյանը գոնե ասենք ինչ որ շրջանակների մոտ, ինչ որ աշխարհագրությամբ համեմատաբար ավելի լավ վիճակում է։ Էլի շատ է պակասել իր քվեները, իմ աչքաչափով առնվազն 2 անգամ պակասել է, քան իր նախնական քվեներն էին 18 թվականին եւ առնվազն 1.5 անգամ պակասել է, քան իր նախորդ ընտրությունների քվեներն էին, պլյուս կարող է լինի пассив մասնակցություն եւ այդ пассив մասնակցությունը նույնպես իր օգտին կլինի, այսինքն բացարձակ առումով քիչ քվե ստանալով ինքը շատ ավելի մեծ տոկոս կարող է ստանալ եւ 50% ձևավորել։ Այսինքն եթե այս բոլոր կուսակցությունները մեծ խոսում են Հայաստանի ապագայի մասին, Նիկոլ Փաշինյանի թուրքական կողմնորոշման քաղաքականությունը կասեցնելու մասին եւ նման այլ կարեւոր հայտարարություններ են անում, բայց դրա դիմաց այս փոքրիկ տեխնիկական խնդիրը չեն լուծում, որը միակ հնարավոր տարբերակն է, հա։ Մեկը հույս ունի իր փողով բան անել, մեկը իր լայքերով, մյուսը չգիտեմ, իր այսպես գեղեցիկ ճառերով խնդիրներ լուծել, բայց բոլորը ինչ խնդիր են լուծում են խորհրդարան մտնելու խնդիրը, եթե սրան չեն մասնակցում։ Այո, այդ դեպքում կստացվի, որ իրենք դեմ չեն Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, փաստացի, իրենք դեմ չեն, որ այն նախկինները լինեն կամ ինչ որ Ռուսաստանից եկած օլիգարխ լինի ընդդիմադիր ուժը խորհրդարանում, իրենք ընդամենը փորձում են այսպես կամ իրենց ցույց տալու խնդիրը լուծեն, կամ մի կերպ խորհրդարան մտնելու խնդիրը լուծեն, կամ այն ամենախոշորները լավագույն դեպքում մտնեն խորհրդարան եւ փորձեն այն մյուս խորհրդարան անցած ուժերի հետ կոալիցիա կազմեն։ Եթե սա է ձեր խնդիրները, բարի ճանապարհ, նույն տաշտակը կոտրած կունենաք ձեր առաջ, ասենք մի քանի տարի հետո։ Եթե ուզում եք որակական փոփոխություն լինի, ժամանակը շատ քիչ է։ Արձագանքների մեջ օրինակ մենք ունենք արձագանք, այ մենք ձեզ կպատասխանենք հունվարին։
Լավա չեն ասում փետրվարին, որովհետև եթե փետրվարին պատասխանեն, այդ պատասխանը արդեն անկախ դրա բովանդակությունից մեզ համար ոչ կլինի, որովհետև փետրվարին արդեն շատ ուշ կլինի դա կազմակերպելը։ Ժամանակը նույնպես այդքան շատ չի, պետք է ոնց որ շարժվեն այդ կուսակցությունները եւ արագ արձագանքեն։ Տեսնենք ինչ կլինի եւ թե հունվարի սկզբին միգուցե մենք արդեն վերջնական պատկեր կունենանք, այո եղավ հանրության կուսակցությունների պատասխանը, ոչ եղավ, ինչ կարելի անել այդ դեպքում։ Կարելի է վերջ ավարտել սրանով, որտեղ դուք դեպի ավարտը բերեցիք ձեր խոսքը, բայց այնուամենայնիվ ես մի քանի անգամ ինքս փորձեցի, ոչ թե ինքս փորձեցի, որտեղ դուք չէիք ասում, այլ փորձում էի ընդհանրացնել ձեր խոսքը եւ նպատակը, բայց կխնդրեմ դուք ինքներդ ձևակերպեք ինչ եք նախաձեռնել նորից, ոնց որ պարզ ավելի մեկ նախադասությամբ, եւ ինչ նպատակ եք հետապնդում դուք, եւ ինչ շահ ունեք ձեր հասարակական կազմակերպությունը, ինչ շահ ունի, ինչ շահ է հետապնդում, ինչ գաղափար է հետապնդում։ Շահ իմաստով մեր կազմակերպությունը ոչ մի շահ չունի, սա մեր կանոնագրային նպատակն է, այսինքն Հայաստանի քաղաքական դաշտին եւ հատկապես դրա ազգային հատվածը ինստիտուցիոնալիզացնել, քաղաքական մշակույթ մտցնել ներքին ժողովրդավարության կանոնների հիման վրա, եւ սա մենք անում ենք արդեն, պաշտոնապես ասեմ, մենք ուշ ենք գրանցվել, բայց 2009 թվականից նման առաջարկներ մենք բազմիցս արել ենք քաղաքական դաշտին, անդադար, անգամ 2009-ից առաջ մեր մի շարք անդամներ նման հարցերով զբաղվել են այլ ձևաչափերով, եւ սա մեր հիմնական գործունեությունն է եղել, գուցե էլի մի քանի տարի այս գործունեությունը շարունակվելու է։ Ուրիշ շահ այստեղ չկա։ Եթե անձնական շահեր բանանենք, ասենք հիմա ես իմ տեսակետից նայեմ, իմ անձնական շահը որն է, որ ես կազմակերպության մեջ սրանով զբաղվում եմ։ Ես քաղաքականապես ակտիվ մարդ եմ, հստակ դիրքորոշումներ ունեմ, քաղաքագիտական հակումներ ունեմ, հա, վերլուծություններ եմ անում, բաներ եմ անում, բայց ես երբեք չեմ մասնակցել պետական ընտրություններին։ Գլխավոր պատճառն այն է, որ այդ ընտրությունների ժամանակ ես իմ կողմից առաջադրված թեկնածու չեմ ունեցել։ Իմաստ չունի մասնակցել մի ընտրության, որտեղ չկա մեկը, որին ինքդ առաջադրել ես։ Որպես թեկնածու էլ բնականաբար չեմ մասնակցել, եւ ես կարծում եմ, որ քաղաքական դաշտի ազգային հատվածը չի կարող ղեկավարել մեկը, որը ինձ ինչ որ մի նախնական ընտրության մեջ չի հաղթել։ Այսինքն ես որպես գործիչ ինչ որ ասելիք ունեմ, ինքն էլ որպես գործիչ ինչ որ ասելիք ունի։ Եթե այդ մեկը ուզում է լինել իմ առաջնորդը ընտրությունների ժամանակ, որ ես նրան քվետամ, նա պետք է այդ նախնական ընտրությունների ժամանակ ինձ իմ նման հարյուրավոր գործիչների հետ ընդհանուր քննարկումների մասնակցելով ավելի շատ քվես տանա, որպեսզի ինքն էլ իմանա, որ ինքը իսկապես առաջնորդ է։ Մենք էլ զգանք, որ նա է իսկապես մեր առաջնորդը։ Գուցե այդ առաջնորդը նա չի, այլ մեկ ուրիշն է, գուցե ես եմ։ Ով ասես կարող է լինել, բայց դա պետք է օբյեկտիվ տվյալներով լինի։ Թե չէ այսօր ամեն մեկը տեղից վերակենում ինքը իրան հռչակում է վարչապետի թեկնածու, առանց հետև ունենալու ինչ-որ մի քանակություն։ Սա պետք է առաջադրում լինի։ Սա իմ շահն է, այսինքն ես որպես քաղաքացի թերարժեքության զգացում եմ ունեցել Հայաստանի անկախության բոլոր տարիների ընթացքում, եւ ես վստահ եմ, որ իմ նման քաղաքացիները մեծամասնություն չեն, բայց դրանք շատ գիտակից հատված են։ Եվ սա իմ անձնական շահն է, թե երկրի տեսակետից, հայրենասիրական տեսակետից, որ մենք ճգնաժամի մեջ ենք ահռելի եւ Նիկոլ հայհոյելով այդ ճգնաժամը չենք հաղթահարելու, հաղթահարելու ենք նոր ծրագրերով, որոնք դժվար են, ցավոտ են, ռեսուրսատար են եւ այլն։ Սա իհարկե մեր շահն է։ Իսկ թե ինչ կլինի այդ մյուս կուսակցությունները, դա ինչպես լավագույն տարբերակը, որ ձեզ մոտ ամեն ինչ ստացվի, որն է, այդտեղից դուրս կգա նպատակը, որին ես ուզում եմ այդ ձևակերպումն եմ ուզում։ Լավագույն տարբերակը, որ տեղի ունենա ինչ որ հանրային նախընտրություն, առնվազն 5-10 հազար ընտրողի մասնակցությամբ, մի 200 թեկնածուների մասնակցությամբ, որոնցից իհարկե բոլորը ակտիվ չեն լինի, լիդերները ակտիվ կլինեն, բայց ուղղակի այդքան ցուցակի թեկնածուներ լինեն, նման նախընտրության կայացման դեպքում մեր այս պայմանագրում նշված նվազագույն մակարդակով եթե դա կայանա, ես վստահ եմ, որ այդ ուժը այս ընտրությունները կհաղթի։
եւ բոտերի թեման մոռացան, նոր հիշեցի, քանի որ ձայներով ես ասեցի հանրային կարծիքի հարցման նման բան է, բայց որքան դուք ասիք չէ, բայց նման է համենայն դեպս բոտերի մասնակցությունը այդ պլյուսիկներ դա բացառված է, մենք մի անգամ արդեն մի այդպես ծրագիր գրել ենք, չէ, լրիվ նույնականացվում են ընտրողները, նրանք այսպես on-line պարտավոր են հետևել նաև, ասենք այդ այսինքն ամեն ձայնը դա ամեն մարդ է, դա ռեալ մարդը միանշանակ անձնագրով, անուն ազգանունով, նկարով, չգիտեմ, բոլոր տեխնացուները կարող են ստուգել, ասենք կասկածում է ինչ որ մեկը, որ այնտեղ մեկը կողքից անիմաստ մարդկանց է ներգրավել, անուն, ազգանուն հասցենք, հեռախոսը կա, զանգում ասում է դու ով ես, ինչ ես, եւ դրանից որոշում է սա ռեալ բան է, թե չէ։ Շնորհակալ եմ, որ այսքան պարզաբանեցիք, որտեղ նոր բան է, կարծում եմ, որ պետք է անհրաժեշտ է գործընթացը, բայց որքանով մի փոքրիկ ռեպլիկ ձեր ստուդիայում սրա նման մեկ այլ ծրագրի մասին մենք խոսել ենք Երևանի ընտրություններից առաջ Արթուր Բալոյանի հետ եւ անտայ չեմ հիշում Անդրեաս Ղուկասյանի հետ ստեղ խոսեցինք դրա այն ժամանակ մենք բոլորս ոնց որ համատեղ մի բան քննարկում էինք Երևանի ընտրությունը ուզում եմ ասեմ սա նոր չի սա շատ երկար ժամանակ գնում է շատ դժվար է գնում խանգարող հանգամանքները շատ են հիշում եմ այդ թեման բանատ Անդրեաս Ղուկասյանի հետ մենք ոչ եթերում շատ ենք քննարկել այդ դեբատների գաղափարն եմ ես լավ հիշում բայց ի կատար չի ածվել չի ստացվել Ես պետք է մի օր ստացվի Գուցե հա, սա հենց այդ դեպքն է, որ անհրաժեշտությունը թելադրում է, որ պետք է լինի, բայց կյանքը ցույց կտա ստացվել է թե ոչ, ես համենայն դեպս կցանկանայի իսկապես, որ բանավեճի միջոցով, համենայն դեպս ես մեծապես պատրաստ եմ աջակցել այդ հարցին, որպեսզի հանրությունը հնարավորություն ունենա հնարավորինս շատ մարդկանց լսելու եւ ի վերջո դուրս բերելու կամ պատասխանելու այն հարցը գնում ես ընտրությունների լավ ում ընտրես այդ հարցը բոլորը իրար տալիս են մենք կարող ենք մեկ ամսից կրկնել այս բանը եւ արդեն խոսել արձագանքների մասին շնորհակալություն սիրելի հայրենակիցներ նորից ներկայացնեմ մեր այսօրվա զրուցակցին Արմեն Աղայանն էր մեր զրուցակիցը Հայկական ընտրություն ազգային ժողովրդավարական համակարգերի զարգացման հասարակական կազմակերպության ներկայացուցիչ զրույցը Վարմեր Գայան Առաքելյանը բարին ձեզ